Ողջունում եմ մեզ միացած բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում ձեզ, որ 106 եւ 5 հաճախականությունն է սա, գործարար ալիքը եւ թարմ ուղեղով զրույցը։ Իսկ իմ զրուցակիցը Արսեն Մելիքսեթյանն է, 47 դիզայն ընկերության հիմնադիր տնօրեն։ Արսեն ջան, բարև ձեզ։ Ինչպես եթերից առաջ ասեցի, յուրաքանչյուր նոր մեդալի առիթով դուք էս տաղավարում եք, մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ նորություն ունեք, ինչ խորհրդանիշներով եւ ինչ գաղափարներով այս անգամ Կոմիտասի հուշամեդալն է, եթե ես ճիշտ եմ հիշում, օրերս կայացավ շնորհանդեսը, մի քիչ մանրամասներ մեզ կներկայացնեք, ինչու հենց հիմա Կոմիտասին ընտրեցիք։ Կոմիտասին դեռ 2000 շնորհակալություն եթերի համար, Մոնիկա ջան, ուրախ եմ ձեզ տեսնել։ Կոմիտասին դեռ շուտվանց ենք ընտրել, ոնց որ շնորհանդեսին ասեցի, մենք Կոմիտասին գենետիկորեն ենք սիրում, էլի, Կոմիտաս վարդապետը ուրիշ էմոցիա է ինձ թվում հայազգի համար։ Կոմիտասի հուշամեդալը առաջինը թողարկել ենք 2019 թվականին Ցեղասպանության թանգարանի հետ, երկրորդ հուշամեդալը թողարկել ենք Կոմիտաս վարդապետի Կոմիտասի անվան ազգային կենտրոնի հետ, Կոմիտասի վերջին գիշեր նկարն ենք հենց ստեղծել հուշամեդալ, երրորդ հուշամեդալը Կոմիտաս վարդապետի Կոմիտասի քառյակի 100-ամյակին էր նվիրված, եւ չորրորդը արդեն թանգարանի հետ, որը ոնց որ ասում եմ չէին կարել չթողարկենք, թանգարանի հետ շատ սպասել էր բոլորիս համար թանգարանետի աշխատանքը եւ թե առաջի կերպարն է մեր հուշամեդալների մեջ, որ ինքը կրկնվում է։ Մենք կհիշեցնենք մյուս կերպարներին։ 50-ից ավել կերպարներին մենք վերջերս հաշվում ենք, թե քանի կերպար, քանի ինչ պրոյեկտներ ենք արել, 50-ից ավել են հուշամեդալները, որոնք արդեն թողարկել ենք, սկսել ենք հենց հուշամեդալներ թողարկել սկսել են 2008 թվականին ընթരാճ արգիշտի հուշամեդալից սկսվեց այս հուշամեդալների էրան, որը մեր մոտ շարունակական է, որտեղ ունենք հուշամեդալներ, որոնք վաճառքի են, ունենք հուշամեդալներ, որոնք կառույցների համար են կոնկրետ արված եւ վաճառքի ենթակա չեն, ունենք Կոմիտասինից երկուսն են վաճառքի, մեկը Ցեղասպանության թանգարանի հետ արտադրվածն է, մեկը Կոմիտասի թանգարանի հետ։ Այն երկուսը մենք արել ենք հենց որպես պրոյեկտ, մենք իրանք ունենք վաճառենք, մեզ մոտ ցուցադրում ենք Հենց որ համեցեք Պարոնյան մեկ կտեսնեք։ Տարբեր թանգարանների հետ եք աշխատում։ Գրեթե բոլոր, այո։ Ինչն է տարբերությունը եւ ինչու եք ընտրում տարբեր թանգարանների, ինչ գաղափարախոսությամբ, ոնց եք որոշում դա։ Ճիշտն ասած, Մոնիկա ջան, մենք հիմա որոշում ենք դեռ հələ որ անում ենք այն բոլոր թանգարանները, որ բաց է մեզ մոտ, որոնք դեռ չեն կարել, մենք ունենք տենց մեր արժեվ դրված աշխատանք, որ ցանկ ունենք, այո, որ բոլորի համար պետք է անենք, որովհետև հուշամեդալը իրանից արդեն այդ գրիչն է ինֆորմացիան պատմություն ուղարկելու, որովհետև ես որ չլինեմ կամ 150-200 տարի հետո ինքը իր մասով խոսալու է, ինքը իր մասով պատմելու է պատմությունը, հուշամեդալը հենց այդ գրիչն է պատմության, էլի, որովհետև գիրքը բաժակը կամ մենք խոսել ենք, էլի դրա մասին շատ բաներ կարող ես պահել, բայց ինքը տենց ինֆորմատիվ որպես փաստ չի կարա 200 տարի հետո ինչ որ գործի ժամանակ ցույց տան, բայց հուշամեդալը արդեն իսկ Իրանից այդ պատմությունը հաստատելու պատմության մեջ մետաղադրամներն էլ գիտենք, չէ՞ ինչ մեծ նշանակություն ունեն ու մինչև այսօր հիշվում է դրա մասին։ Այո, դրա համար հենց դրել ենք այդ մեր արժև այդ հարցը, որ անպայման բոլոր թանգարանների համար պետք է պատրաստենք։ Ասեմ ձեզ, որ թանգարանները 0 ներդրում են անում այս ամեն ինչի մեջ։ Մենք ամբողջովին վերցնում ենք մեր վրա ներդրումը ստեղծագործելը։ Իրանք իհարկե մեզ օգնում են, առանց իրենց չեն կարա, իրավունք էլ չունենք այս պարագայում, ոնց որ բայց ու գումարած դրան, հա, վաճառքից 10%-ն է փոխանցում ենք թանգարաններին, ուղղորդում ենք թանգարաններից առնելու համար, որտեղ մեզ համար տարբերություն չկա, մեզնից կգնեն, թե կգնան Մարտենադարանից կգնեն օրինակի համար, տարբերություն չկա։ Դրա համար այս պարագայում մենք ոնց որ վերցրել ենք այդ մեր վրա այդ ճանապարհը, որը մենք պետք է անպայման միջև վերջ տանենք ու ուզում ենք նենց անենք, որ գա օր, որ փակենք այդ հարցը ու արտադրած ունենանք բոլոր թանգարանների համար այդ թանգարանի կերպարին։ Քանի օրինակ է մնում թանգարանին։ Թանգարանին օրինակ մենք առաջի օրինակը նվիրում ենք թանգարանին, օրինակ թե Մարտենադարանը, թե մնացածը 001-ը պատկանում է թանգարանին։ Նայած քանի քանակով է արտադրվում, օրինակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը արտադրվեց 405 օրինակով, սիմվոլիկ ընտրեցինք 405-ը, Կոմիտասը 400 օրինակով արտադրվել։ Արդեն միասին ենք էլի ոնց որ որոշում։ Արսեն, քանի անգամ մենք զրուցել ենք մեդալների մասով, երևի մենք էլի այս հարցը քննարկել ենք, նորից քննարկենք։ Դուք ակնհայտ է, որ գաղափարի հետևից եք գնացել այս գործը սկսելիս, պատմական արժեքներն եք կարևորել, հետո ժառանգականության կարևորությունը, բայց շատերը կընկալեն սա որպես բիզնես։ Որ մասն է սրա բիզնեսը եւ կարելի է իրան ընկալել նաեւ բիզնես։ Եթե ինքը բիզնես լիներ, հավատացեք, Հայաստանում շատ մարդիկ կզբաղվեին դրանով,
Այդքանով երևի ձեր հարցի պատասխանը կարամ տամ, ուղղակի մարդիկ այդքան էներգիա, ժամանակահատված, ռեսուրս եւ դե չեն ուզի տրամադրի, այդքան տեղում է գտնվում բիզնեսը ստեղ, որ տեսնեք, երկրորդից երրորդից են կողմ երևի կարելի է հաշվել, եթե թվով հաշվեք, 4 տեղն է գտնվում բիզնեսը։ Եզակ եք Հայաստանում, որ այս գործով Մենակ մենք ենք եւ կենտրոնական բանկը, ուղղակի կենտրոնական բանկը տարբերվում է մեզնից ինչով, որ կենտրոնական բանկը ինքը իր մոտ շտամպային կուլտուրա է, մեզ մոտ 3D է, էլի, то есть դու կարող ես այդ շենքը, այդ կոմիտասին կպնել, այնտեղ չես կարող կպնես, այնտեղ ինչ-որ հատուկ բանի մեջ է, չէ, փակված, իրանք proof մետաղներից են անում ու գծային է, ու մեկ էլ տարբերում ենք նրանով, որ սա արտադրված է Հայաստանում, հայկական ձեռքերով, հայկական էներգիայի մեջ է ամեն ինչ արված։ Ինչպես ստացվեց, որ դուք ունեցաք այս հնարավորությունը, որովհետև այ եզակի եք ու կենտրոնական բանկի հետ, այսպես ասած, մրցակցության մեջ մտնելը բարդ գործ է ամեն դեպքում։ Այո, շատ։ Որոշում կայացնելուց մինչև այդ գործընթացները, որ պիտի արդեն process տեղի ունենա։ Ոնց է եղել։ Ես ուզում եմ մեզ հիշեցնեք, որովհետև շատ ժամանակ է անցել, կարծում եմ նոր լսողներ եւ դիտողներ մենք ունենք։ Մոնիկա ջան, գլխավոր որոշումները իմ կյանքում ես կապ չունեմ դրա հետ, այդ ամենը վերևից է գալիս, ես դրա հետ կապ չունեմ, որ ուզենամ հիշեմ պահի տակ, ասեմ թե ոնց սկսվեց սա, չեմ հիշի հաստատ։ Որոշումներ, կարևոր որոշումներ իմ կյանքում ու տենց գլոբալ որոշումները, որոնք ինձ տրվում են ու թիմային մեր աշխատանքով գնում ենք, դա ես կապ չունեմ, ինքը վերևից է ամեն ինչը գալիս։ Իսկ աշխատանքը հա իրոք դժվար է շատ, ծավալուն աշխատանք է, թիմային աշխատանք այնքան մեծ է, որ պատկերացնեք մատիտային աշխարհից սկսված, որ մեր առանցին աշխատակիցներն են, որ մեր հետ աշխատում են մեր թիմում, որ մատիտով նկարում են դեռ դա։ Հետո մատիտից հետո մենք անցնում ենք մոդելինգին, то есть արդեն հստակեցնում ենք այդ գծերը, անկյունները, նկարը, մոդելինգից հետո դա տեղափոխվում է 3D MoMA, առաջի օրինակը, որ մենք ստանում ենք, հետո դրանից հետո մենք արտադրում ենք առաջի օրինակը, հետո այդ առաջի օրինակից ստեղծում ենք իր մայրականից հետո արդեն այդ մնացող process-ը շարունակվում, ինքը շատ երկարատև process է։ Թիմը շատ մեծացել է։ Ինչքան է տևում այդ ամբողջը, մինչև վերջին կետը, մինչև արդեն արտադրական այդ process-ը։ Մինիմում 1 տարի։ Օրինակ Կոմիտաս վարդապետը, եթե Կոմիտասի տեղ ուրիշ կերպարներ, միգուցեև ավելի երկար կներ։ Ես կուզեմ բացեք, մենք ցույց տանք ամեն դեպքում դիտողներին, ցավոք սրտի լսողները չեն կարող։ Որտեղ ցույց տամ։ Տվեք ես ամեն դեպքում բացեմ։ Դե միջև բացելը, խնդրեմ, ամենակարևորը սա Կոմիտասի թանգարանի դռներն են։ Այսպես ցույց տանք։ Կոմիտասի թանգարանի դռներն են, մենք հատուկ ենք դա ոնց որ տեղ գտել է մեզ մոտ, որ մտնում ես Կոմիտասի թանգարան, հենց դռները քեզ դիմավորում են այս գրվածքով, այո, այս ոտանավորով ու բացվում է դռները, սա հենց ներսի հատվածն է, որը թանգարանում ով եղել է տեսած կլինի, այդ ծառն է ու Կոմիտասի արձանն է ու հուշամեդալն է արդեն։ Այս տեսախցիկին դուք կարող եք ցույց տալ։ Դիմերեսը օրինակ այս նկարը մեր շարժական տնօրենն է որոշել, որ այս նկար լինի Կոմիտաս վարդապետի, դարձերեսին մեզ մոտ գալիս է արդեն թանգարանը։ Դուք էլ կարող եք տեսնեք։ Ես էլ տակ քիչ կլինի։ Սա բրոնզ տարբերակն է, մեզ մոտ նախշերը հետաքրքիր են, ինչ որ իմաստ կա թաքնված նախշերի։ Այո, դե հուշամեդալներ կան, օրինակ եթե մենք հնարավորություն ունենք, օրինակ հիմա պատրաստում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի առաջի հուշամեդալն է, Օձունի հետ, Օձուն եկեղեցին է լինելու։ Իր զարդանախշերը օրինակ մենք վերցրել ենք հենց պատերի վրա, որը կա, օգտվել ենք դրանից, որ հենց դա լինի։ Այստեղ իհարկե մեր հայկականն է, իհարկե շատ տեղից օգտվում ենք, տեսնում ենք, գտնում ենք, փորձում ենք զետեղել էս ամեն ինչը։ Իսկ թանգարաններին ինչ է տալիս այս նախաձեռնությունը, այս նախագծերի ինչ են իրենք շահում։ Դե առաջինը, որ սա պաշտոնական առաջին հուշամեդալն է, որը թողարկվել է հենց թանգարանի հետ։ Գնաց պատմություն։ Ուզած թե չուզած, այս ամեն ինչը գնաց պատմություն, արդեն պատմության մեջ է լինելու այս ամեն ինչը։ Երկրորդը շարունակական իհարկե գոյություն ունի նվեր, որը աննկարագրելի նվեր է դառնում, որովհետև ես կարծում եմ, որ մետաղադրամ գաղափարը դեր հազարամյակներ առաջ է մարդու մեջ գենետիկորեն դա դրված։ Եթե ես հիմա ձեզ նվիրեմ մետաղադրամը ու դրա տեղը նվիրեմ ինչ-որ ուրիշ բան, հավատացեք այդ մետաղադրամը դուք հասկանաք թե չհասկանաք, բայց արդեն ուրիշ ձև եք ընկալում այդ ամեն ինչը, էլի, որովհետև մետաղադրամը արդեն մետաղադրամը ոնց որ դուք ասում եք 50-100 տարի հետո։ Երբեք գիրք չի ընկալվի որևէ ժամանակում։ Միանշանակ։ Հետո գաղափարային մենք դնում ենք սա, որ դու միգուցե մտածում ես լավ ինչ անեմ իրան, բայց եթե դու իրան ունես, դու իր մասին պետք է մոռանաս, որովհետև ինքը գնալու է քո երեխաներին։ Հետո երեխաներից գնալու է երեխաներին, ունայած որ երեխան է վաճառելու դա, կամ չի վաճառելու այս բարակայում, բայց ուզում ասեմ հենց այդ գաղափարն է ժառանգությունը փոխանցելու։ Այ երբ սկսել եք գործը ու մինչև այսօր, ինչ մշակույթ է փոխվել, այ
գնորդների մեջ առհասարակ մետաղադրամ նվիրելու հարցում քիչ թե շատ դրանից խոսեցինք, բայց մշակույթի փոփոխության իմաստով կուզեմ հասկանալ ինչ կա։ Մշակութային եւ բիզնեսային կարելի է այս պարագայում sense դիտարկել։ Մշակութայինը փոխվեց, որ ավելի ճանաչելի դարձավ հենց այդ կառույցը կամ այդ կերպարը, որովհետեւ այս պարագայում եթե Նվերաստանում չգիտեր, իմացավ, գնաց, օրինակ մենք Արգիշտի հուշամեդալի հետ տրամադրվում էր տոմսեր թանգարանի անվճար մեր կողմից։ Մարդիկ գնում էին թանգարան, արդեն դե եկավ նրան, որ մարդը հնարավորություն ունեցավ գնա թանգարան տեսնի այդ ամեն ինչը։ Իսկ բիզնեսային առումով դե թանգարաններն ենք զարգացնում դրանով, փորձում ենք զարգացնել իհարկե։ Մենք օրինակ Կոմետաս Վարդապետի հուշամեդալի հետ բացի այն ամեն ինչից ինչ վաճառքից գոյանալու է թանգարանում 10% փոխանցելու ենք թանգարանին, Կոմետասի շտեմարանն է թողարկվելու ու ոնց որ հանձնենք առնել, որ օգնենք այդ շտեմարանի թողարկմանն էլ։ Եթե իմանանք մշակութային եւ բիզնեսային, երկու տեղներ ոնց որ ուրույն տեղը գրավում է այդ ամեն ինչում, էլի։ Ովքեր են ձեր գնորդները այսօր։ Բոլորը։ Այդ մշակույթը զարգացավ։ Իհարկե դժվար էր 2800 ամյակից հետո 2018 թվականից հետո մեր մեջ դրված էր Հայաստանում միայն տենց ինչ որ ցարական հին կոպեկներ ռուսական կամ բան, տատիկս մի հատ լավ խոսք ունի, ասում է Նիկոլայ Ունշունն է, որ այդ Նիկոլայ կոպեկը բերել է երախուն ես նվիրել ու դեից այդ գաղափարն էլի գնաց ինչի ռուսական, եթե կարա հայկական լինի, ինչի մեր հայկականը չլինի, օրինակ Մաշտոցը չնվիրես քո երեխայի ծնունդով եւ ինքը պահի օրինակ իր պատմությունն է կտանի։ Դրա համար մենք այս հայկական առաջ տանելով հավատացեք, եթե 2018 թվականից հետո միջև հիմա նայենք, արդեն մեծ լայն ծավալ ունենք, որտեղ օրինակ 2800 ամյակին թողարկվեց 2800 հուշամեդալ, մոտավորապես մնացել է մոտ 300 քանիսը։ Մոտավորապես 2500-ից ավելի վաճառվել է։ Մաշտոցի մատենադարանը մնացել է 102 հատ 405-ից տարուկեսվա 2 տարվա կտրվածքով էլի դա բերում է արդեն նրան, որ մենք հասկանում ենք, որ մարդիկ փորձում են թե գումարի տեսակետով պահել, օրինակ Մաշտոցը արժեր ժամանակին 75000 դրամ, հիմա արժի 115000 դրամ, այնտեղ ֆորմուլաներ կա, ինչքան քչանում է, արժեքը բարձրանում է ու մետաղից էլ ելնելով իհարկե։ Սա կարելի է դիտարկել, եթե բիզնեսայինով նայենք, Մոնիկա ջան, ինքը ներդրումային իհարկե մեծ գաղափար ունի։ Ներդրում ես անում վաղվա համար, օրինակ ոսկե մեդալը Մաշտոցի 650,000 դրամ արժեր, հիմա 1,150,000 արժի։ Արդեն այդքան փոխվել է։ Բոլոր մետաղադրամներին ունեք ոսկյա, արծաթյա եւ բրոնզ։ Նայեք, բրոնզը անսահմանափակ է մեզ մոտ բոլոր մետաղները, ես ձեզ մոտ հյուր բրոնզն եմ բերել, բրոնզը անսահմանափակ է մեզ մոտ արտադրվում, արծաթը ոսկին սահմանափակ։ Պրոյեկտը հիմա եթե Մաշտոցը վերջացավ, մեզ մոտ մենք էլ չենք արտադրելու իրեն։ Հա, իսկ նրանք հնարավոր է պատվիրել բրոնզը հնարավոր է պատվիրել ցանկացած ժամանակ ու նորից կլինի։ Ինքը միշտ անսահմանափակ է լինելու, որովհետև մենք դրանով չենք ուզում էլի այդ պրոյեկտը վերջանա, որտեղ մարդիկ կլինեն, որոնք հիմա համ չեն հասցրել գնել կամ ի վիճակի չեն այդքան գումար տրամադրեն, բրոնզը հասանելի լինի բոլորին, մշակույթի մի մասն էլ հասանելի լինի, ավելի տենց ասենք, քան թե մետաղով ասենք։ Իհարկե շատ կարևոր է, երբ Հայաստանում այս մշակույթը տարածում գտնում, կարծում եմ, բայց պակաս կարևոր չի, երբ նաև դուրս է գնում։ Հայկական մետաղադրամը, հուշամեդալը լինի Հայաստանից դուրս, ճանաչելի լինի կամ այլ թանգարաններում լինի։ Արդյոք դրսից ցանկություններ կան, նաև համագործակցության կամ դուք փորձեր անում եք։ Մոնիկա ջան, շատ ունենք համագործակցություններ տարբեր երկրների հետ, արտադրանք ունենք, արտադրանքներ, որ չենք հասկանում, ինչ ենք արտադրում այս պարագայում ինչ առումով, որտեղ մեր սիմվոլիկան չի, մեր մշակույթը չի, բայց ամենը շատ ունենք տարբեր երկրների համար արտադրած եւ ունենք մեր հենց օրինակ կլասիֆիկացիա, ասկաներ հայերեն ռուսեն բառով ասեմ, կլասիֆիկացիա ունենք տված պրոդուկտներին, կա նեյտրալ պրոդուկտներ, то есть նեյտրալ հուշամեդալներ, որովհետեւ հարց առաջանում, չես կարող օրինակ չինացին նվիրես քրիստոնյա սուբգրիգոր լուսավորիչ հուշամեդալը նվիրես։ Դրա համար մենք ունենք նեյտրալ հուշամեդալներ, որոնք բոլոր ազգերի համար համահունչ են։ Ունենք քրիստոնեական ճանապարհով եթե ուզում ես։ Օրինակ նեյտրալները Արգիշտի հուշամեդալը, որը օրինակ մեր հարևան պետությունում Իրանում շատ գնահատվում է, քանի որ սեպագրերը մեզ մոտ եկա, իրանց մոտ եկա, իրանք շատ ողջունում են դա, ու շատ տենց կար նվերներ կարևոր հենց կառույցներից նվիրել են ու իրանց էմոցիաներն են, հենց ասում որ ինչքան իրանք գնահատում են դա, որովհետև հենց սեպագրերի աշխարհը իրանց մոտ էլ կա այդ ուրարտականն ու սեպագրերի սխալ չասեմ հանկարծ ինձ ուրարտագետները հանկարծ բան չասեն, քարկոծեն, հա, առանցին քրիստոնեական, օրինակ մեզ մոտ եթե գաք մեր վաճառասրահ, մեր աշխատակիցները ոնց են առաջարկում, որ ճանապարհով եք ուզում ներ։ Եթե երաժշտության մարդու եք նվիրելու, մենք ձեզ կառաջարկենք Սպենսերյան օպերա։ Եթե թատրոն եք ուզում, ես երկու հուշամեդալ բաց եմ թողել ձեզ մոտ գալը, դա մեկը Մհեր Մկրտչյանի 95-ամյակին
թողարկված հուշամեդալներ անցյալ տարի, մյուսը Օպերա եւ Սպենսերյան հուշամեդալներ 93 Մենք մի օր այդ բացերը կլերացնենք անպայման։ Հաճույքով, հա։ Ու մենք ոնց որ ուղղվածություններին ենք արդեն բաժանել։ Եթե ուզում ես քրիստոնեական, եթե ուզում ես նեյտրալ, եթե ուզում ես մշակութային, թատրոն, երաժշտություն, որ ուղղությամբ ես ուզում նվերը, то есть ինչ տեսակի նվեր, ու ասեմ ֆիդբեքն էլ կարևոր չի, շատ կարևոր է, որ թե ինչ են լինում այդ մարդիկ նվեր ստանալուց, նույն չինացին, նույն ֆրանսիացին, նույն իտալացին, օրինակ, եթե ինքը ստանում է Օպերա եւ Սպենսերյան, որի վրա Սարյանի նկարն է, ու այդ ամեն ինչը գրքի մեջ, հա, մենք ստե գիրքել ունենք, որ բացվում է, սերտիֆիկատ գիրք։ Գաղտնիքներով հարուստ է։ Հա, սա հատուկ է մտածված, որ ինքը սենց ավելի գեղեցիկ է։ Օրինակ գիրքը սա արդեն լրիվ թանգարանի ստեղծագործությունն է, որտեղ ոնց ասեցին, տնօրենն էլ է մեզ ասում, որ շատ անգամ Կոմիտասի մասով կարող ես ինֆորմացիա լսել, որը տեղ չի գտնում ճշմարտությանը։ Իսկ այս գրքի մեջ մենք արդեն եթե մենք մանավանդ աշխատում ենք կառույցի հետ, կառույցը հստակ ինֆորմացիա է տալիս։ Հստակ գաղափար է դնում այդ ամեն ինչի մեջ ու դու 100%-ով գիտես, որ դա ճշմարտություն է։ Ու ինչ վերաբերում է նվերների մասով, հա, կապ չունի ինչ ազգի մարդ է, հավատացեք էմոցիաները եւ այդ ֆիդբեքը մեր արտադրանքի թե հուշամեդալի իհարկե քննարկելի է։ Եռալեզու եք աշխատում։ Այո, եռալեզու, քառալեզու, նայած ոնց պատվեր է լինում։ Ունենք կառույցներ, որոնք ուզում են քառալեզու լինի, մենք դա ոնց որ բան ենք անկարնայց, ոնց է պատվերնում, այս բaragam եռալեզուն առաջնային երևի թե հենց դա է, որ եռալեզու լինի ինքը, բայց եթե պատվերը լինում է օրինակ ուղղվածությունը լինում է, որ պետք է քառալեզու լինի կամ օրինակ անգլերեն, ռուսերեն տեղը լինի ֆրանսերեն կամ իտալերեն, իհարկե օրինակ Սուբ Գրիգոր Լուսավորիչը մեզ մոտ քառալեզու է։ Հայերեն, ռուսերեն, անգլերեն, իտալերեն, քանի որ ինքը համաքրիստոնեական սուրբ է, մենք փորձել ենք օրինակ այդ գրքի մեջ շատ կարևոր է, մենք փորձել ենք հենց դա այդ նկարները, սրբապատկերները, որոնք մենք տեղադրել ենք դրել ենք այն սրբապատկերները, որոնք հենց ճանաչել են այդ ազգի համար։ Եթե ռուսերենն է, հենց ռուսերի համար ճանաչելի սրբապատկերն ենք դրել, եթե իտալացի է, որ իրանք միանգամից հասկանան ու որ իզուր չեն ասում, էլի համաքրիստոն։ Էմոցիոնալ կապ ստեղծվի։ Միանշանակ, հետո մեր հայերս էլ իմանան, օրինակ ես հիշում եմ տարիներ առաջ, մոտ 15 տարի առաջ Կիևսկի-Պիչերսկի լավրայում էի ու Սվետոյ Գրիգորի Պրասվիտիցիլի մոտ էի ու ինչքան է զարմանալի է, ես չգիտեի որ դա Գրիգոր Լուսավորիչն է, բայց հիմա աշխատելով կամ այդ գիրքը տալով մենք մարդկանց բերում ենք նրան, որ մի րոպե մենք ախր դա մեր կապ ունենք այդ ամեն ինչի հետ, այո։ Այն դեպքում կապ ունենք։ Արսեն, իսկ ինչ չափի թիմ է աշխատում այս մեծ աշխատանքների վրա։ Դուք ասացիք նկարչական աշխատանք կա այստեղ գծագրեր, հետո 3D մոդելավորում։ Բուն հենց աշխատանքի մեջ արդեն 19 հոգի ենք, եթե ես էլ հաշվեմ ինձ իրանց հետ 20 կդառնանք, դա բոլոր գրանցված մեր աշխատակիցներն են, որոնք մենք թիմով աշխատում ենք։ Օրինակ մենք վերջի 1 տարվա աշխատանքը կարամ ձեզ ասեմ, աշխատում ենք ուսումնարների հետ, շատ լավ պրոյեկտ ենք սկսել վերջին մի տարին, աշխատում ենք ուսումնարների հետ, օրինակ սկսեցինք համար առաջին քոլեջին, ում որ անունը տալիս եմ, բոլորի շնորհակալ եմ բոլոր տնօրեններին, որ ընդառաջ գնացին մեզ եւ մենք այսօր վարում ունենք այդ արդյունքը, սկսեցինք առաջի համար առաջին քոլեջ, երրորդը, հիմա աշխատում ենք Զարդարվեստի ուսումնարանի հետ, շնորհակալություն տնօրենին, գրանձիոզնի մարդիկ են բոլորը, մենք անվճար բերում ենք մեզ մոտ երեխաներին, իրանք սովորում են հենց արհեստը։ Ու դրանից հետո մենք արդեն ընդունում ենք աշխատանքի։ Օրինակ մենք օրինակներ ունենք, դեռ անձնագիր չունեն, Մոնիկա ջան, բայց արդեն գրանցված աշխատող են, որ պատկերացնեք։ Դե ուսումնարանի դեռ հենց 18-ը չի լրացել, բայց արդեն իրանք գրանցված աշխատող են ու լավագույններին ամենաառաջնայինը մենք սովորացնում ենք անվճար, որ իրանք այդ արհեստը սովորեն, որովհետև ուսումնարաններում չես կարա այդ մեծ չափի արտադրություն ունենաս, որ այդ երեխեքը սովորեն, այո, փորձ ունեն, իսկ մեր մոտ դա անպակաս է, որովհետև հարյուրավոր հուշամեդալներ են արտադրվում, զարդեր են արտադրվում, որը մարդը գալիս է միանգամից այդ ամեն ինչի ոնց որ մասն է կազմում ու ձեռքը ավելի է բացվում։ Եթե ասեմ տարվա կտրվածքով մոտավորապես 20-ից ավել գալիս են ուսանողներ, որոնք սովորում են մեզ մոտ, այդ որոնք չեն ընդունվում, ուղղակի սովորում են տարվա կտրվածքով անվճար։ Հավատացեք, ոսկերչության մեջ ամիսը, եթե գնան գումար վճարեն, 200,000-ից ավել է, որ վճարել են մենակ սովորելու համար, մոտավորապես 3 ամիս պետք է լինելու, որ սովորեն, վերջում է կդառնան, թե չեն դառնա, գործ կունենան, հարցական է դա։ Մեզ մոտ գասեն անվճար սովորում են ու ունենք արդեն գրեթե ամբողջ թիմից մոտավորապես 13 հոգին, բոլորը ուսումնարներից են, ընդունել ենք աշխատանքի, բոլորը գրանցված աշխատողներ են մեզ մոտ։
ու աշխատում են, այո։ Արտադրության ոլորտում հաճախ մասնագետներին վախենում են փոխել եւ ասում են, որ ավագ սերնդում օրինակ ունեն 1 մասնագետ, 2 մասնագետ եւ իրենց փոխարինելը հնարավոր չի։ Այդ դուք կարծես թե բացարձակ այլ ճանապարհով եք գնում երիտասարդներին ներգրավելով։ Ինչպիսին են այսօրվա երիտասարդները, իրանք ամեն դեպքում պատրաստական են, գիտելիքների մասով ինչ կասեք ձեր աչքի տեսածը։ Ես հակառակն եմ, մեզ մոտ բոլորը երիտասարդներ են ու գիտելիքների մասով երբ թե գիտելիքները այդքան առաջնային չեն, ինչքան այդ ունակությունն է իրանց ներքին աշխարհն է, որ իրանք պատրաստակամություն ունենան աշխատելու ու իրանց ավելի ճիշտ ու ավելի հեշտ է հղկել, քան այն մարդուն, որը հղկված գալիս է քո մոտ։ Մեր աշխարհը մի քիչ հեշտ դժվար աշխարհ է, էլի մեր աշխարհում խաբեությունը շատ տեղ է գրավում, որովհետեւ վերջիչում մետաղների հետ է աշխատում, թանկարժեք մետաղների հետ, հա, շատ փորձեր ենք ունեցել, որ այդ խնդրին եկել ենք, էլի թե մարդիկ ինչ քայլեր են առել այդ մետաղները տեսնելով ու չեն դիմացել, իրանք երևի թե կլսենք հասկանան իրանց մասին եմ այդ ամեն ինչը ասում, բայց այդ սերունդը, որը հիմա մենք ունենք, ես շատ ուրախ եմ ու մենակ այս ուղղությամբ եմ գնալու առաջ ու դա ամենաճիշտն է երևի թե, որովհետև այդ մարդը նոր է սովորում ու սովորում է հենց այն ինչ որ դու անում ես, որովհետև նույն մեր շուկայում չկա այդ ուղղվածությունը մեդալագործության ու դժվարել է մարդը սովորած գա։ Հա, միգուցե ինքը գաղափարը կունենա այդ ամեն ինչը արտադրելու, արտադրական process-ի, բայց լրիվ մշակույթը ուրիշ է մեր հրշամեդալները արտադրելու։ Ես շատ ուրախ եմ, որ բերում ենք ու գալիս են մեզ մոտ, սովորում են ու այդ ծանոթանում են մեր վրձինին, էլի թե ոնց ենք մենք սիրում նկարել, այո, ձեռագիրը ոնց է լինում ու ասեմ ձեզ շատ է լավ ստացվում է, շատ ուրախ ենք բոլոր համագործակցությունների հետ, տա Աստված մի քիչ ավելի մեծանանք ու հնարավորություն ունենանք մյուս ուսումնարանների հետ էլ աշխատենք, որտեղ այս պարագայում հիմա արտադրամասն ենք մեծացրել իհարկե, բայց այդտեղ չենք անում, ուզում ասեմ, մի քիչ որ մեծացնենք, արդեն քայլ կանենք մյուս ուսումնարանների հետ էլ աշխատենք։ Երիտասարդների մեջ ամեն դեպքում որքան էլ որ կարևոր լինի ձեռքի ունակությունը, այդ հմտությունը աշխատելու մետաղի հետ, շատ կարևոր է նաև ընկալել թե ինչի հետ են աշխատում ու վերջում ինչ պիտի դառնա։ Պատմությունը իմանալ, հետաքրքրվել, այ դուք նկատել եք ձեզ մոտ եկող ուսանողները արդյոք հետաքրքրվում են հետագայում պատմությամբ, փորձում են ուսումնասիրել թե օրինակ Կոմիտասը ինչ ճանապարհ է անցել կամ մյուս հերոսները մեդալների։ Հավատացեք, հա, ու գիտեք ոնց եթե մեր արվեստ, մեր աշխատանքի մեջ մյուս մարդիկ, ովքեր մատանիներ կամ ականջողեր են անում, շատ արտադրողներ կան Հայաստանում, օրինակ շատ են այդ ուղղությամբ աշխատում, բայց իրանք այդ գիրքը որ տեսանք, դա շատ կարևոր է, այդ ինֆորմացիան, որը փոխանցում ես, որովհետև ես հիմա նայեցի Զարթանախշը չի մացա, բայց բացեցի գիրքը, տեսա այդ Զարթանախշի պատմությունը, որտեղից է վերցրած, ու հա, մեզ մոտ, մեր աշխատակիցները հենց տուփը հասնում արտադրամաս, ոչ թե առաջնային նայում են մեդալը վերջնական որը եղել է, այլ սկսում են ուսումնասիրել այդ գիրքը։ Ու դա ամենաուրախալի փաստն է։ Այո, իրանք ճանաչում են, եթե օրինակ վերջին մեր թագավորների պրոյեկտը որ կա, թևնոցների որ պատրաստել ենք, նոր թագավորների շարք ունեցանք Սմբատ Բ, Տիգրան Երվանդունի, Տրթատն ու Աշխենը առաջի թևնոցներն են, որ ինքը դուրս է գալիս Saint, то есть Սուրբով է դուրս գալիս, որտեղ քանի որ քրիստոնեությունը իրան ժամանակ ա եղել, ու ես հասկացա, որ դրանից հետո ինչ ամեն պրոյեկտը որ դուրս է գալիս, մարդիկ ավելի շատ են իմանում ու հարց առաջացավ արտադրամասում, որ քննարկում էինք, որ թե Սմբատ Բ-ն, որ ժամանակահատվածներ կան մարդիկ, ովքեր արդեն ման էին եկել, ու ես հասկացա, որ եթե միջև այդ պահը որ մենք արտադրեցին Google-ում Սմբատ Բ ոչ մեկ search չէր արել, այդ արտադրանքից հետո 2-3 հատ ավել առաջացավ, էլի, այդ մասով ինչ որ տենց այդ մասով էլ եք մեծ աշխատանք անում, էլի։ Փորձում ենք պատմությունը ավելի ուժեղացնել ու գործիքակազմը փոխել, այսօրվա ընդունված վիճակների մեջ փորձենք մտցնենք մեր պատմությունը, վաղը մենք չենք լինելու ու մեր մասին մեր գործն է խոսալու, միշտ կարևորը գործն է, հիմա սա է։ Դուք նվիրում եք մեդալներից։ Հա, իհարկե։ Հաճախ։ Հա, շատ հաճախ։ Հիշեցնեմ մեզ լսողներին եւ դիտողներին, որ դուք Գործարալիքի եթերում լսում կամ դիտում եք Թարմուղեղով զրույցը, իսկ Թարմուղեղով իմ զրուցակիցը 47 դիզայն ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Մելիքսեթյանն էր։ Կհանդիպենք, լավ եղեք։